Հայաստանն ամեն ինչ արել է եւ շարունակում է անել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու համար։ Հայաստանի ազգային ժողովի նախագահի արձագանքն է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությանը, որով նա կոչ է արել Հայաստանին կեղծ քաղաքականություն չվարել, կողմնորոշվել ընտրություն կատարելով Եվրամիության ու Եվրասիական տնտեսական միության միջև։ Ռուբինյանի գնահատմամբ հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը միշտ անկեղծ է եղել եւ որևէ բան չի արել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման համար։ Հայկական տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի եւ անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում ոչ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն, ոչ էլ առավել եւս Եվրասիական տնտեսական միության կանոններին, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ այստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Ինչ վերաբերում է Եվրամիություն ԵԱՏՄ երկընտրանքին, Ռուբինյանը հիշեցրել է, ԵԱՏՄ գործընկերներն են շարունակ խոսում հանրաքվեի անհրաժեշտության մասին։ Նրանք անդադ ասում են, որ մենք պետք է հանրաքվե անցկացնենք, իսկ հանրաքվե անցկացնել Եվրամիության անդամակցության հարցի վերաբերյալ հնարավոր է միայն, երբ որ այդ հարցը ձևակերպված լինի եւ այդ հարցից բխող հանգամանքները հայտնի լինեն, այսինքն հնարավոր չի ուղղակի հանրաքվե անել։ Ուզում եք դառնանք Եվրամիության անդամ, եթե դրան հարակից գործողությունները արված չեն։ Դրա համար հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ մենք դիմենք Եվրամիության անդամակցության համար, ստանանք համապատասխան արձագանք, ստանանք համապատասխան դրական արձագանք, ստանանք համապատասխան ավելի հստակություն քայլերի ժամանակային շրջանակների վերաբերյալ, այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հանրաքվե։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ նկատում է, Հայաստանը դեռ չի սպառել Ռուսաստանի հետ դիվանագիտական ճանապարհով խնդիրները հաղթահարելու ճանապարհը։ Ինչ վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին, Բրյուսելը մշտապես արձագանքել է մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը։ Սահմանային լարվածության ընթացքում մեզ ուղղել է դիտորդական առաքելություն, որը թույլ տվեք ասել, որ իր լիազորությունների սահմանում արել է առավելագույնը, նա ապահովել է միջավայր խաղաղ գործընթացը ապահովելու, այսինքն բանակցությունների համար խաղաղ միջավայր է ապահովել, սա մեկ։ Եվ երկրորդը դուք գիտեք, ընտրությունների ընթացքում միայն մենք չէ, որ խոսում էին հիբրիդային գրողների, հիբրիդային պատերազմի փորձերի մասին, եւ թույլ տվեք ասել, որ Եվրամիությունը այն վստահելի գործընկերն էր, որը շատ սեղմ ժամկետներում Հայաստան ուղարկեց երկրորդ առաքելությունը, որը մեզ օգնեց հաղթահարելու կամ մասամբ հաղթահարելու այս մարտահրավերը։ Եվրամիությունից մենք նաև ազդակ ստացանք ATM-ի վերաբերյալ առանց մաքսային հավելյալ վճարումների մեր ապրանքների մուտքը եվրոպական շուկա ապահովելու մասին է։ ԵՄ Հայաստան հարաբերությունների խորացմանը չի խոչընդոտի նաև ուժեղ Հայաստան խմբակցության կողմից ազգային ժողովի եվրաինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովը նախագահել է, վստահեցնում է կառավարող ուժի պատգամավորը։ Ես ունեմ կասկած, այն էլ հիմնավորված կասկած, որ ուժեղ Հայաստանը եկել է վերահսկելու այն գործընթացը, որ մենք իրականացնել ենք, ոչ թե դրան զարկ տալու համար, այլ որպեսզի իր գործընկերներին նկատի ունեմ Հայաստանից դուրս տեղեկացնի, թե որ փուլում են եւ փորձի տորպեդահարել, դա վստահաբար նրանց չի հաջողելու։ Իրենց տեխնացուները խոսքի մակարդակով չեն կարողացել արտաբերել հետեւյալ ձևակերպումները, օրինակ, որ դիվերսիֆիկացման օրակարգի համար կարեւոր է ազատ առևտրի համաձայնագիրը Եվրամիության հետ, որ չեն կարողացել նկարագրել, թե հիբրիդային օրինակ վտանգները որ երկրից են գալիս, մարդիկ խոսքի մակարդակում չեն կարողանում որոշ ձևակերպումներ ասել, ինչից թույլ է տալի կասկածել, որ իրենք անկեղծ չեն այս հանձնաժողովը ընտրելու պարագայում, հարցում եւ ընտրել են, ել եմ ասում, վերահսկելու, որպեսզի իրենց թույլատրված շեմը ուրեմն քաղաքացիական պայմանագիրը չհաղթահարի։ Բայց հանձնաժողովի աշխատանքները տորպեդահարել չի ստացվի, քանի որ բոլոր հանձնաժողովներում քաղաքացիական պայմանագիրը մեծամասնություն է ունենալու։ Եվրաինտեգրման հանձնաժողովում էլ Սոնա Ղազարյանն առաջադրվել է փոխնախագահի պաշտոնում, ասում է, ամեն ինչ անելու է, որ հանձնաժողովը կառավարության ծրագրից հետ չկանգնի։ Դեպի Եվրամիություն ձգտող քաղաքական ուժը կարող է քաղաքական հետապնդումների ու կոշտ բառապաշարի ճանապարհով գնալ։ Լրագրողների հարցերից էր Սոնա Ղազարյանին։ Հիշեցնում են Ռոբերտ Քոչարյանի եւ ընտանիքի անդամների հետ փոխկապակցված օգոստոսի 25-ին հայտնի դարձած նոր քրեական հետապնդման մանրամասները։ Ես վստահ եմ, որ Եվրամիության անդամ պետություններում հստակ գիտակցում են, որ այս ծավալի գործերը մեկ օրում չեն կարող քննվել եւ հանրությանը ներկայացվել։ Ցանկացած գիտակից մարդ երեք տեղեկանալով համապատասխան իրավապահ մարմիններից այս գործի ծավալները չի կարող ենթադրել, որ սրանք մեկ գիշերում արված բացահայտումներն, ասեմ ավելի։
ցանկացած ժամկետի մեջ չէ, Տիկին Ղազարյան, խնդիրն է, որ երկրի ղեկավարը չի կարող հրահանգել քաղաքական ամբիոնից այն բանի բերումով, որ այս գործերը վաղուց քննվել են։ Կա հանրային լայն պահանջ, որպեսզի Հայաստանը ունեզրկած բոլոր քաղաքական գործիչները հայտնվեն բանտում։ Եվ ես, որպես Քարոզարշավը ամբողջությամբ վարչապետի հետ անցած մարդ, ասում եմ, որ այս հանրային պահանջը կա եւ մեր իրավապահ համակարգը չի կարող իզոլացված լինել։ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդի Լևոն Քոչարյանը պնդում է, իրենց ընտանիքը ապօրինի գույք չունի։ Ուրեմն ինչպես են Քոչարյան եղբայրները միլիոնատեր դարձել։ Ըստ Լևոն Քոչարյանի, վաղ հասակից ինքն ու իր եղբայրը զբաղվել են բիզնես գործունեությամբ։ Քոչարյանի կրտսեր որդու գնահատմամբ տեղի ունեցողը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական ցուցում։ Գործը հարուցված է 2018 թվականից, ոչ մի նոր բան չկա այս գործում, ուղղակի կա ցուցում, այսպես թքել կպցնել, ինչ որ բան փորձել ստանալ, հանրային հեռուստատեսության համար ու տարբեր կայքերի համար ռեպորտաժներ ստանալ։ Այն ժամանակ սահմանադրությամբ բոլոր որոշումները վավերացնում էր նախագահը։ Չկա որևէ որոշում, որը նախագահը չվավերացներ։ Եթե չեմ սխալվում, 10,000-ից ավել նման որոշում կա։ Պայմանական կարելի է ամենտեղ մի խնդիր դնել, վերջում գնալ ասել այն դեպքում էլ ոնց էին գրել անձամբ վավերացրել։ Ուրիշ ձև չկա, չանձամբ վավերացները կլիներ խնդիր, եթե անձամբ չաներ։ Քրեական այն գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, ըստ Ղազարյանի, հայ հասարակությանը վաղուց հայտնի են։ 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նաև դրա մասին էր։ Հայաստանի քաղաքացիներն իմացել են անարդարությունների մասին ու պայքարել։ Անհնար է ինձ հիմա ինչ-որ մեկ ապացուցի, որ երեք հանրայինով լուրերը լսելով ինչ-որ տատիկ, պապիկ կամ երիտասարդ անձ զարմացել է։ Չէ, մի բանի վրա են զարմանում, ինչպես կարող են այս գործերը քննվել 8 տարի։ Եվ իրավապահ համակարգը գալու է խորհրդարան ու այս հարցերին պետք է պատասխանել։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները իմացել են անարդարության մասին, իրենց մարմնով զգացել են, Ժորժ ջան, մեր ընտանիքներում չկա մի մարդ, որ ծառայած չլինի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի բանակում եւ տեսած չլինի։ Մեր հանրությունում չկան մարդիկ, որոնք պետական համասարանով սովորած չլինեն եւ այդ խնդիրներին ականատես եղած չլինեն, ում բիզնեսում փորձել են հայտնի դեմքեր փայ մտնել։ Եվ ես թույլ տվեք շարունակել եւ մեր հանրությունը այս ամեն ինչի միջով անցնելով 2018 թվականին հանրային լայն պահանջ է ձևավորել արդարության վերականգնման։ Ղազարյանն ընդգծում է քաղաքացիների ձևավորած օրակարգը չսպասարկողները դուրս են մղվելու դատական համակարգից։ Մենք Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի, Կտրիչ Ներսիսյանի եւ բոլոր այդ մարդկանց անունները տալիս են շատ վաղուց։ Եվ այդ դեպքում ինչու է սա ընկալվում հրահանգ այս պահին եւ հրահանգ չի ընկալվել, եւ որ օրինակ 3 կամ 4 տարի առաջ մենք խոսենք Ժորժ ջան, Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին մենք խոսում ենք մինչեւ 18 թվական եւ խոսում ենք 18 թվականից հետո։ Այդ ո՞նց եղավ։ Այդ ո՞նց եղավ, որ այդ պահին դա հրահանգ չէ։ Ժորժ ջան, այս գործերը քննվել են շատ վաղուց, դրանց ծավալից պարզ է դառնում։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ունի հսկական ունեցված ապոնի ծագում ունեցող գույք ըստ դատախազության, որը այս պահին դեռ պետք է ապացուցի։ Սոնա Ղազարյանի կարևոր շեշտադրումներից է. իրավապահ համակարգը սակայն չպետք է առաջնորդվի քաղաքական հայտարարություններով։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։